Ողջույն սիրելի ունկնդիրներ եւ բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Արտյոմ Զաքարյանը եւ մեզ հյուրա եկել Սիրարփի Խոջաբաղյանը, Կարոտա հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ Թոնիր հարսանիք ընկերության էլի համահիմնադիր, ճիշտ է։ Ճիշտ է։ Բարով եք եկել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, կարծում ենք այսօր բավականին հետաքրքիր մեր համար մի քիչ մեր ընդհանուր թեմաներից դուրս, բայց երևի ինձ թվում ավելի լավ, ավելի հետաքրքիր թեմա ունենք այսօր քննարկելու։ Մասնավորապես ուզում ենք հասկանալ, թե մշակույթը եւ բիզնեսը ոնց է հաջողացնում փոխկապակցել իրար հետ։ Եթե մի երկու բառով Սիրարփիչն ասեք, հկն ինչով է զբաղվում, ընկերությունը ինչով է զբաղվում, հետո մենք ընթացքում կտականանք, սկսենք հարցեր տալ։ Բարի, շատ լավ։ Նախ ասեմ, որ ես կրթությամբ ֆինանսիստ եմ։ Եվ Կոլեգաս արագընկալ մեր համար։ Եվ նաև բանկային ոլորտում եմ աշխատել մոտ 8 տարի եւ կներես որ ընդհատում եմ ֆինանսիստ, ինչ corporate finance, ինչ ֆինանսիստ ավարտել եմ այդ մասնագիտությունը, ֆինանսներ։ Հա, ֆինանսներ։ Եւ հետո արդեն աշխատել եմ մոտ 5 տարի HSBC-ում, հետո Procredit-ում եւ հետո փոխել եմ ոլորտս դեպի IT եւ IT ոլորտում էլ մոտ 10 տարուց ավել աշխատել եմ, բայց դրան զուգահեռ 2015 թվականին, երբ որ մենք մյուս համահիմնադիրը Հայկը Երանոսյան որոշեցինք ամուսնանալ, փորձեցինք հասկանալ որն է հայկական հարսանիքը, որովհետև մի քիչ առարկություններ ունեինք հիմիկվա հարսանեկան ֆորմատի հետ եւ սկսեցինք ուսումնասիրել այդ թեման, որն է հայկական հարսանիքը, ինչ բովանդակություն ունի եւ կամաց դա բերեց նրան, որ մենք արեցինք մեր հարսանիքը ավանդական ձևով եւ հիմնեցինք սկզբից ՀԿ-ն, հետո ՍՊ-ն, այսինքն բիզնեսը եւ սկսեցինք զբաղվել ավանդական, մշակութային, էթնիկ։ Իսկ հիմա որ անեիք էլի նույն ձևով կանեիք, թե հիմա արդեն ավելի Դե բնականաբար արդեն 9 տարվա փորձ ունենք որպես այս գործի մեջ, բնականաբար շատ ավելի հեշտ է հետազոտություն, հա, research եք արել այս ընթացքում։ Տեսեք, մեր հարսանիքները ինչպես է, հիմնականում նախ ասեմ, որ երևի նաև ցավոք սրտի, որ մեր հիմնական պատվիրատուները Սփյուռքից են, այսինքն Հայաստանից այնքան շատ չի հետաքրքրությունը, ինչքան Սփյուռքից։ Մեզ դիմում են զույգերը եւ մենք կառուցում ենք ամբողջ հարսանիքը իրենց արմատների հետազոտության նյութի շուրջ։ Ենթադրենք զույգը արմատներով Մուշից է եւ Կեսարիայից է, հա, մենք գնում ենք դեպի Մուշ եւ Կեսարիա եւ հետազոտում ենք այնտեղի հագուստը, ուտեստները, երգերը, բարերը։ Ֆիզիկապես Չենք գնում, հա։ Դաշտային աշխատանքներ, կան նյութեր, հետազոտություններ, կան մասնագետներ, ազգագրագետներ, երաժշտագետներ եւ այլն, իրենց հետ համագործակցելով հավաքագրում ենք այս ինֆորմացիան, նաեւ կան թանգարաններ բնականաբար, որտեղ կան ֆիզիկական նմուշներ, որոնք եւս ուսումնասիրում ենք։ Իսկ այդ ծեսը որտեղից է գալիս, էլի ինքը որտեղ է նկարագրված։ Ընդհանրում եմ Փախլավայի կամ Քյուֆտայի պես ամեն շրջանը իր առանձնահատկությունները ունի։ Շատ ճիշտ եք ենթադրում։ Այո, ամեն շրջան ունեցել է իրեն յուրահատուկ առանձնահատուկ ընդհանուր տոնածիսական համակարգը, այսինքն հարսանիքը ինքը իբրև երևույթ շատ բազմաշերտ է։ Այնտեղ կա դրա երաժշտական հատվածը, կա ծեսերը, կան խաղերը, կան ուտեստները, դերաբաժանումներ, ինքը շատ մեծ ենթամշակույթ է հայերի համար, նույնիսկ Կոմիտասը ասել է, որ դա ժողովրդական օպերա է, որովհետև շատ բաներ կա իր մեջ։ Եվ արդեն 19-րդ, 20-րդ դարում մի շարք ազգագրագետներ ուսումնասիրել են, անցնելով շրջանից շրջան եւ գրառելով ամեն շրջանի սովորույթները, երգերը, նկարել են հագուստները։ Որոշ չափով կա, որոշ չափով չկա, այսինքն այնքան ինչքան իրենք հետազոտել են դա ունենք, կան քաղաքներ կամ շրջաններ, որ չունենք ցավոք սրտի, եւ ցեղասպանությունից հետո էլ շատ դժվար է հիմա դա գտնել։
Եվ մենք հիմնվում ենք այն նյութերի վրա, ինչ որ կա գրառված, եւ նաեւ այն ինֆորմացիայի վրա, ինչ որ ընտանիքը ինքն է պահպանել, որովհետեւ հաճախ նաեւ ընտանիքը պահպանում է լուսանկարներ, ընտանեկան բաղադրատոմսեր, նույնիսկ տարազի օրինակներ, օրինակ, չգիտեմ, գոտի կամ ասեղնագործ նմուշ, դրանք մենք եւս ներառում ենք ընդհանուր process-ի մեջ, հարսանիքի պլանավորման մեջ։ Դու ինչով ես բացատրում այն, որ սփյուռքահայերը ավելի հետաքրքրված են, քան թե տեղացիները նմանատիպ հարսանիքի կազմակերպման առումով։ Անձամբ ես կարծում եմ, որ ընդհանրապես երկու մեծ պատճառ կա, թե ինչու մենք էլ չենք անում այսպիսի հարսանիքներ։ Առաջինը դա հայկական հասարակության հայերը, հայաստանայինը դրսում։ Առաջինը դա սկսվել է նույնիսկ մինչև ցեղասպանությունը, այսինքն օրինակ Արևմտյան Հայաստանի խոշոր քաղաքներում դեռևս արդեն 19-րդ դարի վերջից արգելել են հայերին օրինակ տարազ հագնել, ստիպել են, որ իրենք ավելի անցնեն եվրոպական կամ տվյալ ժամանակաշրջանի հագուստներից։ Այսինքն կամաց ինչ որ ձևով պարտադրվել է, որ հայերը այդքան մշակութային իրենց դրսևորումները ավելի ոնց որ ճնշվել են։ Հետո արդեն ցեղասպանությունից հետո առհասարակ մարդիկ գնալով ծփռվելով սփյուռք, հա, իրենք արդեն փորձել են մոռանալ այդ տրավմատիկ իրենց պատմությունը, ինչ որ առումներով ինտեգրվել, չհագնել հագուստը, այդքան շատ չնշել, այդքան շատ չխորանալ, ավելի ոնց որ դառնալ տվյալ ուրեմն տվյալ հասարակության ներկայացուցիչ։ Իսկ Հայաստանում սովետականացումն է գնացել, այսինքն նույն կերպ ավելի մարդիկ փորձել են ենթարկվել այդ ժամանակաշրջանի օրենքներին եւ երկու կողմում էլ Հայաստանում սովետական եւ Սփյուռքում մեծ մասը կորսվել է մշակութային ժառանգության, ինքնության։ Այս պատճառով մենք Հայաստանում, սովետական Հայաստանում անցել ենք ավելի սովետական հարսանիքներին, որը ավելի ընդունված է եղել, ասենք մտել է այդ խորովածի կուլտը, մյուսը, այսինքն ավելի փոխվել է հարսանիքը, դարել է ավելի զույգի շուրջ, որովհետև ավանդական տարբերակում հայկական հարսանիքը համայնքի մասին է։ Իսկ Սփյուռքում էլ ինչ որ իհարկե կան կազմակերպություններ, որոնք պահել են օրինակ հայկական երգերը կամ ինչ որ պարերը, բնականաբար հիմա մենք այդ արխիվներից էլ ենք օգտվում, բայց ընդհանուր առմամբ ավանդական հարսանիքը այս երկու գլխավոր պատճառներով կորսվել է իր ոնց որ ճիշտ ձևով։ Դա է պատճառը կարծում եմ, բայց վերադառնալ ձեր հարցին, ինչի է Սփյուռքից ավելի շատ։ Ինձ թվում է, որ այնտեղ մի քիչ ավելի հիմա էլի իրենց արմատների հետ ասոցացվելու, իրենց ինքնությունը արժևորելու, ցուցադրելու կարիքը մի քիչ ավելի շատ են իրենք զգում։ Իրենք գալիս են Հայաստան եւ որպես կանոն շատ արտասահմանցի հյուրեր են գալիս, իրենք շատ են ուրախանում, որ կարող են ցույց տալ մեր մշակույթը, ինչքան գեղեցիկ է դա, երգը, պարը, մյուսը։ Դրա համար իրենց ավելի սա ոգևորում է, ոգեշնչում է։ Իսկ Հայաստանում հայ զույգերը այդ խնդիրը որպես այդպեսին չեն դնում։ Ինձ թվում է մեզ հակառակը տարիներով համոզել են, որ մեր ինչ որ տենց ուլի ստորադաս կամ հետամնաց բան է եւ պետք է հրաժարվել, ցկտել, չգիտեմ որ։ Դրսից խոսքը չի գնում Եվրոպայից կամ չգիտեմ Ամերիկայից, խոսքը գնում է Ռուսաստան, չգիտեմ, սլավոնական երկրների ներկայացուցիչները շատ, որ ես բավականին շատ եմ առնչվում, իրանք բոլորը ասում մենք ուզում ենք մասնակցենք հայկական հարսանիքի, բայց հայկական հարսանիք որպես շաբլոն մենք ունենք այն ինչ որ սովետահայկական։ Ну, կոչենք դա սովետա։ Ինչ որ այսօր արվում է, մենք բոլորը դաշտուշն է եղել ենք, բոլոր այդ ոնց որ սցենար, այն որ ասում, առավոտվանից մինչև իրիկուն կոնկրետ սցենար է գնում, ու դա է համարվում իրանց ուղեղում հայկական հարսանիք։ Ճիշտ է։ Պես համարվում։ Իսկ իրանց մոտ չի համարվում, որ մենք ինչ-որ կոսմոպոլիտ հարսանիք ենք անում կամ, չգիտեմ, գլոբալ հարսանիքի ձև ունենք, հայկական հարսանիք։ Իրանց այն ինչ որ մենք անում ենք։ Հիմա շատ մեծ տարբերություն կա
այն ինչ որ դուք եք Եթե անում։ հարցնենք ավանդական հարսանիքը որն է լեմդ։ Եկե փորձենք հասկանալ։ Այո, Հա, ու հասկանալ տարբերությունները։ Շատ մեծ է տարբերությունը։ Ընդ որում իբրև մի կազմակերպություն, որը անում է ավանդական հարսանիք, սա մեր հիմնական խնդիրն է, որ բացատրել զույգին, թե ինչ է դա։ Չէ՞ որ իրենք դա չեն տեսել։ Հա, 100 տարի առնվազն դա մարդիկ չեն տեսել։ Դրա ատրիբուտները կան ինչ որ գյուղերում, ինչ որ մի հատ փոքր ծեսա, կամ ինչ որ ընտանիք Սփյուռքում, ինչ որ մի երգա երգում, հա, քեսապցիները հատուկ երգ ունեն հարսին ճանապարհելիս, լիբանանահայերը էս բանն են անում։ Տենց համայնքներում փոքրիկ պատառիկներ մնան, նույնիսկ այսօրվա մեր այսպես կոչված հայկական հարսանիքում էլի ինչ որ պատառիկներ կան։ Բայց բնականաբար մոտ 90%-ը կորսվել է։ Նախ սկսենք այնտեղից, որ ավանդական հարսանիքը չի կարող տևել 1 օր, որովհետև 7 օր 7 գիշեր 7 օր 7 գիշեր, բայց դա եւս իրական է, բայց հարսանիքը ունի որոշակի ժամանակացույց եւ ըստ դրա հնարավոր չէ դա անել 1 օրում։ Այսինքն այնտեղ կա նախորդող ծեսեր։ Նախորդող ծեսերի ժամանակ օրինակ ընտրվում է ազապը, համտեսվում է գինին հարսանիքի, նախապատրաստում են հարսին եւ փեսային, հատուկ ծեսերով իրենց անցկացնում են, մինչեւ որ արդեն կլինի պսակի օրը, եւ այդ ամեն ինչը պետք է լինի, որ հետո լինի պսակը եւ խնջույքը։ Դրա համար հնարավոր չէ դա անել 1 օրվա մեջ։ Եվ հետեւաբար մենք էլ չենք անում հարսանիքները մեր 1 օրում, եթե դա անում ենք իբրև ավանդական հարսանիք։ Իսկ քանի օր եք անում սովորաբար։ Առնվազն 2 2-ից 3 օր։ Մեր հարսանիքը 4 օր է տևել, բայց Լիբանան էին գնացել հարսանիքի, հայեր չէին։ Արաբներ էին քրիստոնյա։ Քիչ ավելի երկար էր, քան թե մերը, բայց ոնց որ 2 օր չէր։ Մի օր էր։ Ոնց որ, հա։ Դե մի օրում Բայց հետաքրքիր բան ասեցիք, որ զույգի մասին չի, այլ համայնքի, օրինակ ես մտածել եմ, որ դա զույգի ոնց որ միջոցառումն է, իմ օրինակ մեծ 2 աղջիկները ամուսնացել են երկուսն էլ, ոնց որ իրանք են գնացել, կազմակերպել իրանց ամուսինների հետ, իրանք են մտածել այդ ամեն ինչը։ Ես մտածել եմ, որ իրանց պետք է ազատություն տանք, ոչ թե ճնշենք ծնողներով, որ դա, չգիտեմ, գերդաստանը, համայնքը եւ այլն, բայց կուզենենք ձեր պատմությունը լսել։ Դե այո, ավանդական հարսանիքը համայնքի մասին է, այսինքն համայնքը ունի դերաբաշխում, դերակատարություն եւ շատ կարեւոր ներկայություն հարսանիքի ամբողջ ընթացքի մեջ։ Եվ հարսն ու փեսան այդ ամեն ինչի մի մասն են, բայց հայկական հարսանիքը համայնքի վրա է եղել։ Համայնքը օգնել է հարսանիքը կազմակերպել, համայնքը ֆինանսավորել է, համայնքը մասնակցել է, համայնքը կանգնել է զույգի կողքին, որ իրենք դառնան նորաստեղծ ընտանիք։ Ընտանիքը, գյուղը, դինաստիան, գերդաստանը ամբողջ է, էլի։ Եվ իրենք եւ ավանդական մարդը քաղաքում ապրում։ Նու քաղաքային միջավայրում եւ նույնն է, որ մի քիչ տարբեր է, էլի, քաղաքում այդ նույնը պատկերացնել, գյուղում կամ դինաստիա կամ իրար հետ ինչ որ բարեկամական կապեր ունեն, ինչ որ մի ձևով իրար հետ կարան համախմբեն, էլի։ Կոմիտասում կամ Դե մենք գնում ենք այն դարաշրջանը, երբ որ նույնիսկ մեծ քաղաքներում էլի մեծ ընտանիքներով են ապրել։ Օրինակ մի տենց ավանդույթ է եղել քաղաքներում, որ հարսնացուն հարսանիքից առաջ իր ընկերուհիների քույրերի հետ կարգ նստել է եւ սկսել է շրջել իր բարեկամների տներով, քերի տուն, մորաքրոջ տուն, հորաքրոջ տուն եւ ամենտեղ իրենց ընդունել են, հյուրասիրել են, նվերներ են տվել, խորհուրդներ են տվել եւ շարունակել է ճանապարհը, այդպես եւ հրաժեշտ է տվել, այսպես ասած, էլի, որպես չամուսնացած աղջիկ հրաժեշտ է տվել իր բոլոր բարեկամներին։ Սա կարծում եմ շատ գեղեցիկ ավանդույթ է, որովհետեւ կարևորվել է ավելի ավագ սերնդի խորհուրդները, այս կարևոր փուլից առաջ կյանքի, հիմա դա ասենք թե չկա։ Երկրորդ հատվածը, այսինքն համայնքը, այո, համայնքը օգնել է հարսանիքը կազմակերպել եւ նաեւ ծեսերի մեջ մասնակցություն է ունեցել, այսինքն այնտեղ լավաշ են թխել կամ եզնմորթեքի արարողություն է եղել կամ նվերների կամ խնջույքի եւ այլն, բոլորով միասին օգնել են պատրաստել եւ մասնակցել են։
Հետո արդեն սովետական հատվածում հարսանիքի սիմվոլը դարել է զույգը, հարսն ու փեսան, ամեն ինչ ռոմանտիզմ է, էլի իրենց շուրջ է եղել, իսկ արդեն այսօրվա հարսանիքներում հարսանիքի սիմվոլը հարսն է, հարսը իր ապարը, իր Ափեսան չկա։ հիմնականում բավականին ստորադասված է փեսայի կարիքները, փեսայի Ճիշտը խոսանք։ Աղջիկը համար է հարսանիքը։ Ճիշտ խոսանք։ Իր պատկերացումն է սովորաբար շատ հազվադեպ է լինում փեսու պատկերացումը, թե օրինակ ծաղիկները ինչպեսին պետք է լինեն կամ չգիտեմ ֆորշետը ինչպես պետք է կազմակերպվի այսօրվա իրականությունում։ Բայց դուք շատ կարևոր բան ասեցիք ձեր խոսքի մեջ, դուք ասեցիք իրենք են որոշել, թե ինչ լինի հա այդ հարսանիքին։ Շատ ճիշտ եք ասում, որովհետև հիմիկվա հարսանիքի համար շատ կարևոր է, որ ինքը ինչ-որ մի ձև ունենա, ինչ-որ մի հատ թեմա ունենա, ինչ-որ մի սպეციფიկ հետաքրքիր բան ունենա, որով լցնեք բովանդակությունը։ Հակառակ դեպքում այդ հարսանիքը կլինի ոնց որ մնացած բոլոր 1000 հարսանիքները, հա, որ լինում է։ Այսինքն ինչ անենք, որ մեր հարսանիքը ավելի տարբերվող լինի հյուրերի համար, այսպես այնպես։ Պատճառն է, որ մենք կորցրել ենք հարսանիքի բովանդակությունը, էլ չենք անում այդ ծեսերը, որոնք որ լիովին լրացնում են ամբողջ օրակարգը, դա մնացել է դատարկ, ու որպեսզի մենք դա լցնենք, հիմա պետքա հարսն ու փեսան նստեն ու մտածեն, թե ինչ անեն, որ լինի հետաքրքիր։ Բայց եթե դուք անում եք ավանդական հարսանիք, դուք գիտեք ինչ եք անում։ Դուք անում եք ազգային խաղեր, դուք անում եք ծեսեր, դուք ապարում եք պարեր, դուք, այսինքն այդտեղը պետք չի նստել ու ինչ որ նենց բան մտածել, որ մարդիկ զբաղվեն։ Եվ ամենակարևոր կտորը այդ ամեն ինչի էն է, որ երբ որ դուք դա անում եք այս ձևով, բոլորը մասնակցում են, բոլորը սովորում են, բոլորը հաճույք են ստանում, ձեր խնդիրը լուծվում է, էլի, այդ բովանդակությունը լցնելու։ Բայց չի ստացվում, որ ուղղակի մի շաբլոնը փոխարինվում է մեկ այլ շաբլոնով։ Չէ, սա շաբլոն չի։ Ինչի՞։ Որովհետև Իսկ ավանդական հարսանիքը էլի չունի այդ որոշակի հերթականություն գործողությունները, որ պետք է արվեն։ Այո։ Ու արդյոք դրանք կրկնվող չեն։ Դրանք կրկնվող են, բայց ինքը ոնց ասեմ, պատկերացեք դուք ինչ որ մի հատ բան եք պատրաստում, որը ունի իր բաղադրատոմսերը, որպեսզի դուք ստանաք իր ամենահամեղ տարբերակը այդ ուտեստի, դուք պետքա այդ ձևով, ոնց որ պետքա դա ստեղծեք, դուք դա ստեղծեք։ Այսինքն, այո, դուք կարեք ինչ որ բան ձեր կողմից մի քիչ համեմեք, մի քիչ փոխեք, բայց եթե դուք ուզում եք ստանալ ինչ որ ստանում եք, ինքը ունի հստակ ոնց որ ձև այդ ամեն ինչը։ Եվ արդյունքում դուք ունենալու եք այդ համեղ բանը, որ պետքա վերջում ստանաք, ինչ որ դա ձեր նպատակն է։ Եվ այո, դա անդադ կրկնվող process է, ամեն տարածաշրջանում դա ինչ որ մի ձևով է եղել, բայց ընդհանուր իր ծեսի կառուցվածքը նույնն է, որը նորմալ է, այսինքն ինքը կրկնվել է, բայց փոխվել են դերակատարները, ամեն մեկը իր փորձառությունն է ունեցել այդ հարսանիքի միջով անցնելու։ Դե մի հատ փորձառություն է, որ դու պետք է գաս անցնես, էլի, կյանքիդ մի հատ փուլ է։ Ես ընդունում եմ, բայց նաև վերադառնալով այն ինչ որ դու ասացիր, որ աղջիկները մտածել են, ոնց պետք է անեն, որ որոշակի օրիգինալություն լինի, էլի։ Չասեցի։ Դու չասեցիր, բայց լավ, մեծ մասը, որ նստում են, ջահելները նստում են, մտածում են, ինչ անենք, ոնց անենք մեր տարոսիկ ուրիշ լինի, տորտը մի քիչ ավելի, հա, օրինակ, կամ չգիտեմ 11 հատ Rolls-Royce լինի, էլի, ոչ թե 7 հատ, որովհետև, չգիտեմ, կարում ենք։ Ուզում ասել, այդ ինչ տարբերություն է, ուզում հասկանալ փիլիսոփայական տարբերությունը, անել հարսանիքը ավանդական ձևով, թե անել հարսանիքը այն այսօրվա մոդեռն ձևով, որ բոլորը անում են, փոքր ինչ որ ելևէջներ ունենալով։ Մերը տարբերվում է կամ ուզում են գան, ինձ թվում է այդ մարդկանց քանակի մեջ է, չէ՞, հիմնականում։ Ինչի նկատի ունեք։ Նույնիսկ այդ այսօրվա ժամանակակից հայկական հարսանիքը ենթադրում է, չգիտեմ, 200, 250, 300 հոգի ու այդ Արտեմի նշած մարդիկ, չգիտեմ, տարբեր երկրներից իրանց մոտ սովոր չեն, կան ծանոթ բարեկամություն են, էլի վրավակ են, երևի թե այդ են ուզում տեսնեն, չգիտեմ։
ի նկատի ունեք մեր հարսանիքները։ Դուրսը հարսանիքները ավելի համեստ են, էլի, չէ՞։ Համեստության չէ, նայած դուրսին փոքրականակ դու գնացեք, տեսեք, օրինակ Լոս Անջելեսի հարսանիք, մենք այս անցած տարի մի հատ հարսանիք ունեինք, զույգը Լոս Անջելեսից էր, ընտանիքը ուզում էր, որ իրենք Լոս Անջելեսում անեն հարսանիքը տենց շատ մեծ եւ այնտեղ շատ տենց ճոխ տեսած կլինեք։ Մենք մի անգամ բան էինք տեսել, որ ինչ որ մի հատ գրեթե կարելի ասել մի հատ ծառ էին կտրել, այդ ծառը ձևավորել եւ պարացնում են իբրև փեսայի ծառ, մեր համար շոկ է դա, բայց ինչևէ։ Եվ իսկ զույգը ուզում էր լինել հարսանիքը Հայաստանում, լինել ավելի փոքր եւ լինել ավանդական, ու այս պայքարը գնում էր էլի, ով կհաղթի։ Եվ ի վերջո այդ հարսանիքը մենք արեցինք Հայաստանում եւ այդ աղջկա հորաքույրը, որը նստած այնց դիտում էր կողքից, մի քիչ տարիքով, ես էլ իր կողքը նստած էի մի բա, ասեց Երանի, որ LA-ում իմանան, որ ոնց կարելի է անել, որ այս բովանդակային մասը ինչքան ավելի կարևոր է, ինչքան ավելի լցնում է էլի հոգիդ, քան այն ձևը, որը որ շատ ավելի գնում ենք ձևին, էլի։ Ինչքան ավելի փայլուն, ինչքան ավելի ճոխ, ծաղիկները բարձր, չգիտեմ ինչեր, գելիկները շատ։ Կես ժամվա մեջ, չգիտեմ, 10 երաժիշտ է գալիս երկում, մեկը մյուսի հետևից եւ այլն։ Հարսանիքը մեր տարբերվում է նրանով, որ ամեն զույգ կարող է անել իր օրինակ օժիտի գորգը, ամեն զույգ ունի իր տարազը, ամեն տարազի վրա կարող է աշխատել մինչև 10 վարպետ, ինչպիսին է լինելու իրեն զարդերը, ինչպիսին է լինելու ասեղնագործությունը, ինչպիսին է լինելու խաղերը։ Մենք այսինքն զույգի հետ մինչև 7 տարբերակ ենք նայում օրինակ խաղերի եւ իրենք ընտրում են այնպիսի խաղեր, որ իրենց ընտանիքի հյուրերին ավելի հարմար։ Այսինքն մեկը տարբեր է, մեր ամեն հարսանիք մյուսից տարբեր է նախ, որտեղ շրջաններն են տարբեր, նույնիսկ եթե կան կրկնվող շրջաններ, մենք վերցնում ենք այդ նույն շրջանի այլ նյութ։ Ամեն անգամ հնարավորությունն է դա մեր համար ավելի ուսումնասիրելու այդ շրջանը, ավելի շատ բան մշակույթից վերականգնելու։ Իսկ սնունդը կամ ուտեստները ինչ են ավանդական, էլի, այդ խորովածի կուլտից ասեցիք, հարցն է։ Խորովածի, հետո ձկան, չէ, հերթով, առաջինը խորոված, հետո երկրորդը ձու։ Ճիշտը որն է, էլի։ Նախ սկսենք այնտեղից, որ ես անձամբ կարծում եմ, որ չափից շատ է ուտելիքը մեր հարսանիքներում եւ իսկապես Մենակ հարսանիքներում չեմ, այո, ընդհանրապես եւ իսկապես ուտելու մշակույթ չունենք։ Եվ բնապահպանական տեսանկյունից այդքան ուտելիք պատվիրել եւ հետո թափել եւ հետո մարտնել այլ մեղ ավանդական հարսանիքն էլ է, տենց նույնն է։ Ավանդական հարսանիքում այդքան շատ չեն ուտեստները, հաստատ ասենք, զոհաբերել են ցլին, այսինքն եզն մորթեք ա եղել, այդ եզից պատրաստվել են տարբեր ուտեստներ եւ շատ հարկ է եղել թռչնամիսը, այսինքն լցոնած թռչնի տարբեր ուտեստներ, որը որ պտղաբերության սիմվոլն է, այսինքն այնտեղ սագը, բադը եւ այլն այսպես։ Թռչնամիս հիմնականում եւ այդ ցուլիկի միսը։ Հիմնական ուտեստները դրանց դրա տեսակը նաեւ հիմնական իմ համար տարբերությունը որ կա, ասենք, մեր մեծ տարածաշրջանից տեղից մինչև, չգիտեմ, Միջին Ասիա, գնացել էի Տաշկենտ էս վերջերս, նույն մշակույթն է։ Իրանք էլ են հասկացել արդեն, որ մի քիչ է պետք հյուրերին ուտասնել, բայց սեղանին մենք սիրում ենք լցնել, ճիշտ է, չգիտեմ, առատության հետ է կախված, թե չտեսության հետ է կախված, չեղած քիչ լինելու, որ գոնե այդ հարսանիքի ժամանակ նաև այս սովետական նոր տարու ժամանակ մարդիկ փորձում են սեղան լցնել, չէ՞։ Ասենք եվրոպական մշակույթում ոնց է հարգին դա նա է, երբ որ քեզ ամեն մեկին մատուցում են իր ուտեստը։ Ու դա բերում է նաև որոշակի կարգապահություն, ու տենց անընդհատ աչքդ մեջը չի դու։ Քեզ բերում են ինչ-որ պորցիա, այդ պորցիան ուտում ես, հետո մի 20 րոպե հետո մատ ուրիշ բան են բերում, այսինքն ստամոքսդ էլ օրգանիզմդ էլ շատ ավելի ճիշտ է այդ ամեն ինչը հասցնում է մարսել։ Ու ժամանակ ունես մարդկանց հետ շփվելու եւ այլն, այսինքն
այդ բան զուտարարողակարգային է տարբեր էլի ոչ միայն չգիտեմ միսի տեսակը կամ ինչքանով է դա համով այդ խորհրդանիշները որ վերում են հաճախ համով է բայց ինքը այտենց լիքը վերում են հետո մի հատ էլ մի ժամից այդ ձուկը հետո մի հատ էլ վերջում ժամը 10:30-ի կողմերը մի հատ հավ են բերում փլավով արդեն Տորտը ճուտը բա ֆրիով դե հավը ճուտը ես կողմեմ դրան այսինքն ես իբրև կազմակերպիչ մենք իբրև կազմակերպիչ միշտ ավելի խորհուրդ ենք տալիս որ ուտելիքը լինի համեղ, չափավոր եւ էլեգանտ ու սա այն ոնց որ մոդեռնիզացիայի կտորներից է էլի որ մենք ասելով որ մենք անում ենք ավանդական հարսանիք այնպես չի որ մեկին մեկ պրոյեկտում ենք 18-րդ դարի հարսանիքը այսօրվան բնականաբար շատ բաներ ժամանակավրեպ են արդեն եւ մարդիկ են փոխվել եւ իրենց մշակույթն է փոխվել այսինքն ինչ որ կարելի է ավելի այսպես անել մենք կողմ ենք դրան նույնը հենց այդ քիչ ուտելիքի մատուցման տարբերակի եւ այլն բայց մյուս կողմից մենք առաջարկում ենք այնպիսի ուտեստներ որ տվյալ տարածաշրջանում հարգի ա եղել օրինակ Կարինում բանը լոբիով ղափամա են մատուցել մենք դա օրինակ մատուցում ենք եթե ոչ բուն հարսանիքի օրը ապա ծեսերի օրը հաստատ դա լինում է սեղանին եւ մենք ունենք խոհարարներ, որոնք որ մեր հետ այդ էքսպերիմենտալ փորձարկում են, ռեցեպտը վերականգնում են բաղադրատոմսը եւ մատուցվում է։ Այնպես որ ուտելիքները բազմազան են, հայկական խոհանոցը շատ բազմազան է եւ մենք ամեն անգամ փորձում ենք նոր ուտեստ վերականգնել, նոր համերի ծանոթացնել։ Հաճախ լինում է, որ զույգը ինքը ասում է մենք, չգիտեմ, պոլսահայերեն իրենք ընտանեկան sense ուտեստ ունեն։ Մենք դա այստեղ փորձում ենք վերականգնել ու մատուցել։ Շատ ու քանի մատուցում է լինում։ Իմ կարծիքով տեսեք, հա, դա շատ կարևոր հարց է։ Քանի ժամ է տևում։ Ուտելուց է, չէ՞, մենք գնում են եկեղեցի ավելի նեղ խմբով, հետո մենք էլ գալիս են դահլիճը, այնտեղ ավելի շատ մարդ է, ու տենց նստում ենք, սկսում ենք ուտելը։ Ճիշտ է, դա ուտելիքի քանակը կախված է ուրեմն ժամաքանակից, այսինքն կան հարսանիքներ, որոնք հյուրերը ավելի մի քիչ տարեց են, այսինքն ամուսնացող զուգի ենթադրենք 40+ է եւ հետեւաբար իրենց հյուրերը եւ հարսանիքը ասենք սկսում է ժամ 6-ին 11-ին ավարտում է իրենք այդքան երկար չեն մնում եւ կան հարսանիքներ որ ժամը 5-ից սկսում է առավոտ 3-ին վերջանում է այս դեպքում մենք պետքա կրկնենք այսինքն ամեն 4-5 ժամը մեկ պետքա մարդիկ սովածանում են եւ մի հատ հետաքրքիր բան է ձեզ ասեմ Եվրոպայի զույգերի դեպքում իրենք սիրում են նստել, ուտել, խմել, ավարտել եւ հետո արդեն անցնել պարելուն եւ ժամանցին։ Իսկ ավելի եթե հյուրերի գերակշիռ մեծամասնությունը հայաստանցի են, երկուսը միախառնված։ Ինքը անդադ հա մենք գրաֆիկը նենց պետքա բաժանենք, որ ամեն ժամը մեկ ինչ որ մի բան գա, այսինքն ինչ որ մի տակ գա։ Ոնց եք համոզում հարցին, որ հարցի շորչը հագնի։ Այդ չենք կարող համոզենք։ Ցավոք սրտի դա մի բան չի, որ ենթադրում եմ, որ ավանդական հարսանիքի ժամանակ ավանդական հայկական Այո։ Շորչը պետք է հագնի։ Սա շատ բարդ հարց է, որովհետև մենք պայքարում ենք մի ինդուստրիայի դեմ, որ տասնյակ, եթե ոչ 100 տարի պրոպագանդում է ինչ որ մի հարսի կերպար, որը այսպիսի մի սպիտակ շորով, այսենց մեծ շրջազգ բանով, հա, կիսաշրջազգեստով, ավելի այսպես արքայադուստրի կերպարով, հա, մենք մեծանում ենք դա դիտելով Դիսնեյի մուլտերը եւ այլն եւ դու մենակ շորը չի այդ մատանիներն էլ մատանին ավանդամանդե մատանին դա ինդուստրիայի մարքեթինգի արդյունքը եւ երբ որ դու ասում ես որ հայկական ամուսնանալ տարազով նախ սկսենք այնտեղից որ հայկական ավանդական հարսանիքում հարսի եւ փեսայի հագուստները կարվել են իրենց համար հատուկ այդ օրվա համար անթույլատրելի էր որ հարսը կամ փեսան հագնեին ինչ որ մեկի հագած շորը որովհետև այդ
այդ հագուստով իրենք նվիրագործության ծես են անցնում։ Իրենք անցնում են մի կարգավիճակից մեկ այլ կարգավիճակի, իրենք գնում են եկեղեցու ծեսով են անցնում եւ այլ ժողովրդական ծեսերով են անցնում եւ հետեւաբար հագուստը ծեսի մասն է, հագուստը ունի խորհրդաբանություն, հագուստի վրայի ասեղնագործությունը ունի խորհրդաբանություն, գույները ունեն եւ այլն, հատ հագցրել են, գովել են, երգել են, այդ հագուստը շատ կարեւոր կտոր է եւ չէր կարող գնալ ինչ որ մեկից դա փոխարել, դա պետքա կարվեր։ Իսկ այսօր հարսանեկան զգեստի վարձույթի ինդուստրիան դա ասենք հարսանիքի կարևոր ինդուստրիաներից մեկն է։ Դե նախ առաջինը դա, այսինքն որ ասես մարդուն, որ նույնիսկ եթե սպիտակ ես հագնում, դա պետքա կարվի քո համար կամ փեսան, կոստյումը պետքա կարվի քո համար։ Փեսան ինչ էր հագնում առաջ։ Էլի ավանդական։ Այո, իհարկե։ Եվ եթե ինձ հարցնեք, մենք այսպես հնարավոր չի դա ինչ որ մեկին համոզել, որպես կանոն զույգերը, որոնք ընտրում են ավանդական հարսանիք, իրենք արդեն ինչ որ մի պատկերացումով են գալիս մեզ մոտ եւ իրենք արդեն ունեն այդ գիտակցությունը, որ իրենք ուզում են հագնել։ Բայց իրանք ուզում են տարբերվեն, էլի, եթե բոլորը հագնում են ու սպիտակ շորն ունի կոստյումը, ուրիշի հագած, խիչիստկա տված, ուզում են տարբերվեն մարդիկ։ Հիմա մի քիչ մենք ավելի առաջ շատ ավելի խիստ էինք այդ առումով, հիմա մի քիչ ավելի մեղմ ենք նայում, այսինքն սովորաբար առաջին օրը իրենց ավանդական հագուստով են եւ նաեւ բոլոր հյուրերին ենք մենք վարձույթով տրամադրում տարազներ, իսկ երկրորդ օրը արդեն իրենք ավելի մոդեռն են հագնվում, պսակի եւ ընթրիքի ժամանակ ավելի այսպես մեր ասած սպիտակ եւ բան էլի։ Կամաց միգուցե 20 տարի հետո արդեն դուրս գա այդ հարցը ընդհանրապես եւ մարդիկ սիրով հագնեն միայն տարազ, բայց այսօր դեռևս վաղ է դրա մասին։ Քանի տարի է այս թեմայի մեջ է բիզնեսի մեջ։ Մենք ստեղծել ենք մեր կազմակերպությունը 2017-ին, սկզբից ստեղծվել է հասարակական կազմակերպությունը, հետո արդեն բիզնեսն է գրանցվել, բայց ամուսինս հյուրընկալության ոլորտում աշխատում է շատ վաղուց, այսինքն հյուրանոցային զբոսաշրջային ոլորտում, եւ պետք է նաեւ ասել, որ հարսանիքը ինքը մեծ զբոսաշրջային ուրեմն ուղղություն է, որովհետեւ մանավանդ եթե դա գալիս է դրսից, էլի, որովհետեւ դու խոսում ես երկու մարդու հետ, հա, հարսն ու փեսան, որոնք որոշում են հարսանիքը բերեն Հայաստան, եւ այդ երկու մարդու որոշման արդյունքում եւս 150 հոգի գալիս է Հայաստան, որոնք այլ հավասար պայմաններում չէին գա, բայց գալիս են, որովհետեւ հրավիրված են հարսանիքին։ Այդ մարդիկ առնվազն մի շաբաթ ապրում են, հյուրանոց, սնունդ, տուրեր եւ այլն։ Գումարած հարսանիքի ժամանակ ուրեմն գումար է ներդրվում սնունդի մեջ, ուրեմն այդ բոլոր մարդիկ գնում են վարսավիրանոցներ հարսանիքից առաջ, չէ, օգտվում են, ասենք, ֆոտո, վիդեո, դիզայն։ Դա հասկանալի է, զբոսաշրջային բառը հասկանալի է։ Այսինքն այս ոլորտի գիտելիքը մանավանդ Հայկի շատ կարևոր էր, երբ որ մենք սկսում էինք։ Այսինքն կարելի է ասել, որ փորձառությունը կազմակերպչական շատ ավելի վաղուց է գալիս, բայց բուն հարսանիքներով։ Իսկ ինչքան հաճախ եք դուք անում հիմա։ Միջինում։ Սեզոնովա, չէ։ Տարեկան, հա, մոտապես 20 հարսանիք կամ event, կամ մշակութային, դեռևս այսքանը, իհարկե այդ ամեն մեկին պատրաստվել ինչքան է ձեզանից խլում ժամանակ, էներգիա։ Տեսեք, հիմնականում, քանի որ դրսից են մեզ դիմում, առնվազն մի տարի առաջ են իրենք դիմում, որովհետև իրենք պետք է արձակուրդներ կազմակերպեն, թռիչքներ եւ այլն։ Մոտապես մի 60%-ը մի տարի առաջ է սկսվում, իսկ մնացածը, որոնք որ ավելի կամ Հայաստանից են կամ օրինակ Ռուսաստանի պատվերները կարան մի ամիս առաջ կան։ Իրոք, մի ամիս առաջ կարող են ասել։ Այս դեպքում մենք արդեն շատ բան չենք կարա հետազոտել, շատ երկար ժամանակ չունենք դրա համար, շատ ճոխ ասեղնագործություն չենք կարա հասցնենք, որովհետև դա ժամանակ է վերցնում։ Ավելի ֆորմատը մի քիչ փոխվում է։
փորձում ենք անել հնարավորինս ինչ կարելի անել, միևնույնն է շատ լավ է ստացվում, բայց հա։ Իսկ որտեղ եք անում, ինչ որ հատուկ տեղեր ունեք, թե կապ չունի։ Սովորաբար անում ենք բացօթյա տարածքներում, որովհետև Հայաստանում ցավոք սրտի շատ քիչ են փակ տարածքները, որոնք որ չեն խլացնում, նու այնպես է, գիտեք, երաժշտություն, ակուստիկայի եւ այլն։ Իսկ բան, այդ վրան խփել այդպես բաներ կա։ Հա, կարա լինի, շատ օգտվում ենք գինու գործարանների տարածքներից, բացօթյա տարածքներից, այնտեղ որտեղ կարելի է պեյզաժը համադրել լավ իվենթի հետ, լավ երաժշտություն։ Եթե անձրև եկա, ուղղակի բախտերը չբերեց։ Չէ, մենք բնականաբար միշտ հետևում ենք, որ եթե անձրևային սեզոնը պատրաստվում ենք կամ եթե վստահ գիտենք, որ անձրև է լինելու, ծածկերը ապահովում ենք։ Հայաստանը այդ առումով մի քիչ կաղում է, ճիշտն ասած, որովհետև ընդհանրապես այս շուկան, այս բիզնեսը ինքը destination wedding industry է կոչվում, ինքը տարբեր հաշվարկներով մոտ 200 միլիարդ դոլարի շուկա է աշխարհում եւ մինչեւ 2030 թվական մինչեւ 300 միլիարդ պետք է ինքը մեծանա եւ նշանակում destination wedding։ Այսինքն դա այն հարսանիքն է, որ զույգը ճամփորդում է այլ տեղ անելու իր հարսանիքը։ Այսինքն ոչ թե ինքը մնում է իր քաղաքում, այլ գնում է այլ նահանգ կամ այլ երկիր։ Իսկ ինչի պետք է ավելանա 50%-ով։ Շատ արագ աճում է։ Մարդիկ գնում են ուրիշ տեղ անելու իրենց զույգերը նախընտրում են այլ տեղ գնալն աճում, հասկացա։ Իմ ջարից գիտեք համար մեկ երկիրը, որոնք մարդիկ ընտրում են destination wedding անելու որն է։ Որ իրենք այդ երկրի բնակիչ չեն, էլի գնում են այնտեղ անելու։ Վենետիկը չէ՞։ Իտալիան երկրորդ տեղում է, առաջին տեղում Հնդկաստանն է։ Աշխարհում 37 երկիր ընտրում է Հնդկաստանը որպես destination։ Ոչ հնդիկներ, այսինքն։ Այո։ Շատ հետաքրքիր է։ Եվ շատ հետաքրքիր է դա պրոյեկտել Հայաստանի, որտեղ Հնդկաստանը շատ խորը մշակութային իրեն 7 օր 7 գիշեր հարսանիք են անում, բոլորը իրանց այդ տարազներով, հագուստներով, սարիներով եւ այլն։ Եվ Հայաստանը այո, եւ Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի դառնալու destination այս շուկայի, բայց մենք չկանք դեռևս այդ քարտեզի վրա, այսինքն top, չգիտեմ, 50-ի մեջ էլ չկանք։ Բայց սա շատ լավ ուղղություն է մեր համար, որպեսզի մենք զարգացնենք այս wedding tourism-ը, ինքը շատ լավ ուղղություն է։ Հնդկաստան գնում են ուրիշ երկրներից հնդիկները, թե այլազգիները։ Այլազգիները։ Նաև հնդիկները, բայց իբրև քաղաքացի Ձեր պարագայում կարող եք տենց թիրախ վերցնել, հա, որ այլազգիներ գան մեր մոտ հարսանիք։ Այո, եւ մենք ճիշտ ասած մասնակցում ենք նման միջազգային էքսպոների, որոնք որ ուրեմն կան այդպիսի ուրեմն շրջիկ destination wedding conference-ներ, որոնք որ կոպիտ ասած unlock են անում destination, այսինքն իրանք ոլորտի top կազմակերպիչներին, մարդիկ ովքեր որ իրանց բյուջեները սկսում են 1 միլիոն եվրո կամ դոլար եւ ավելին հրավիրում են այդ տեղանքը եւ իրենց մի քանի օր պահում են, տանում են այդ վենյուներն են ցույց տալի, ուտելիքները, էքսպոներ են անում, մարդիկ իրենց զարդերը, ասինքն զարդագործներ, հագուստի դիզայներ եւ այլն բերում են, իրենց ներկայացնում են այդ destination-ը, ծանոթացնում են տեղի պլաներների հետ եւ այդտեղ սկսում են գալ հարսանիքներ։ Ցույց են տալի ոնց որ այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք անում Իտալիան պետական մակարդակով, այսինքն իրենք անընդհատ բերում են այդ էքսպոները Իտալիայի նոր տեղեր, որովհետև ասենք տեղեր կա, որ հայտնի է դա, այնտեղ գնում են արդեն, բայց իրենք նոր քաղաքներ, նոր տարածքներ, որպեսի բան անեն, առաջ մղեն, այնտեղ կազմակերպում են, բերում են պլաներներին։ Ուղղակի ինձ թվում է Հայաստանը մի քիչ դեռ պատրաստ չի, որովհետև օրինակ Իտալիան ունի Wedding Planners Association, իրանք շատ լավ իրար հետ աշխատում են, շատ լավ համագործակցություն են գնում, Հայաստանում էլ չկա, հələ որ կազմակերպիչները մրցակցում են եւ ոչ համագործակցում։ Իտալիան ավելի կոսմոպոլիտ երկիր է, էլի մեր համեմատ։ Ես միշտ զուգահեռները տանում եմ, գիտեք, UIT-ի հետ։ Ժամանակ էր, որ Հայաստանում IT ընկերությունները այդքան շատ չէին եւ մի քիչ էլ sense մրցակցում էին իրար հետ լավ ինժեների համար, լավ հաճախորդի համար եւ ոնց որ ներս էին նայում որպես հաճախորդ, իրենք նայում էին ինչ կա ներսում, այս ինչ բան կա, այս ինչ բան է, քիչ էր ոնց որ
Բայց երբ որ մենք սկսեցինք նայել դուրս եւ հասկացանք, որ մեր պատվիրատուն կարա լինի դրսից եւ պետք չի ներսում իրար հետ մրցել, կարելի է ներսում համագործակցել եւ բերել դրսի պատվերները եւ UAT-ն էլ դրան շատ նպաստեց եւ այսօր ունենք այդ շատ լուրջ կառույցը, բոլորը շատերը իրար հետ համագործակցում են եւ շատ արագ աճող է Հայաստանի համար։ Նույնը կարա լինի այս դեպքում։ Եթե Հայաստանի ինչքան է ՀՆԱ-ի 7%-ն է, մոտավորապես 6-7%-ն է, չէ, IT ինդուստրիան։ Ստեղծարար եւ մշակութային արդյունաբերություն 4.4%-ն է։ Ինքը քիչ չի։ Ինքը բավական մեծ տոկոս է մեր ՀՆԱ-ի եւ այդտեղի կոնսոլիդացիան եւ էքսպորտը մեր մշակույթի շատ լուրջ կտոր է, որի մասին կարանք քննարկենք, մտածենք։ Հարսանիքի մշակույթային բաղադրիչները կլուսաբանեք։ Մշակութային։ Հա, հարսանիքի զուտ մշակույթային բաղադրիչներ էլի։ Մշակույթ ասելով ինչ ենք հասկանում, ընդհանրապես դա երևի թե ամեն ինչին է վերաբերվում, հա։ Սնունդն էլ է մշակույթ, չգիտեմ, երգը, պարը, խաղը, ամեն ինչն էլ ինչ-որ։ Հա, դե շերտերը բավականին շատ են, այսինքն անելով ավանդական հարսանիք ենթադրվում է, որ դուք պետք է ծանոթացնեք ձեր ընտանիքին, ձեր հյուրերին հայկական երաժշտության հետ, այսինքն ազգային երաժշտության հետ, խաղերի հետ, ավելի քան 2000 հայկական ազգային խաղեր կան, որոնք որ մենք եւս վերականգնում ենք, թատրոններ, հագուստ, զարդ, նույնիսկ նվերների պարագայում մենք շատ հաճախ այդ տարոսիկ կոչվածը, որ հիմա ավելի շատ նվեր է բոլոր հյուրերին են տալիս, եւս մենք օգտագործում ենք հետազոտության նյութերը, որպեսզի վերականգնենք տարբեր իրեր, որպես նվեր նվիրելու համար։ Մշակութային ավանդական հարսանիքը հիմնականում սնում է մշակութային ոլորտը։ Այսինքն մենք մոտավորապես մինչև 100 հոգի աշխատում է այդ հարսանիքի վրա այս մի տարի ժամկետում, հա։ Ոնց որ ձեր էկո համակարգն է, հա։ Այսինքն երաժիշտներ, պարողներ, դերձակներ, խոհարարներ, բուն օրերը հարսանիքի օրվա ժամանակ 30-40 մարդ է լինում գետնի վրա, այդ բոլոր ամբողջ ստեղծագործական թիմը, իսկ ընթացքում շատ ավելի շատ մարդիկ աշխատում են այդ նախորդող ժամանակահատվածում։ Այստեղ ասում եմ գորգ, օժիտ, սունդուկ, փայտ, երկաթ, ամեն ինչ կարաք մտածեք ձեռագործ մշակույթի, ոչ նյութական մշակույթի մասին, հարսանիքը իր մեջ ունի։ Ու ձեր հասարակական կազմակերպությունով դուք այդ ամեն ինչը ինչ որ մի ձևով պահպանում եք, չգիտեմ, ինչ եք անում։ Կենթանացնում ենք։ Ոնց որ մեր ասածը նա է, որ թանգարան չունեք ենթադրում։ Մենք թանգարանների հետ ենք աշխատում։ Թանգարան դեռ հարսանեկան թանգարան այդպիսի միտք կա, որ ունենանք։ Դա մի ավելի մեծ նախագիծ է, որի մասին այսօր չեմ խոսի, բայց այո, մենք ուզում ենք ունենալ մշակույթի եւ ստեղծարարության կենտրոն Սյունիքում, բայց ներկայի թանգարաններ, միայն պատմության թանգարանը, եթե չեմ սխալվում, 80,000 նմուշ ունի մենակ ազգագրական նյութի շուրջ։ 80,000, այսինքն հազարավոր գորգեր, զարդեր, տարազներ, որոնք որ բնականաբար իրենք այդքան տարած չունեն, որ ցուցադրեն, բայց մենք նմուշի հետ երբ որ խնդրում ենք աշխատել, մենք հնարավորություն ունենք դա վերակենդանացնելու, դուք կարող եք կրել այդ հագուստը, դուք կարող եք սովորել այդ երգը, սովորել այդ պարը, ճաշակել այդ ուտեստը, այսինքն ինչ որ մեկը դա գրառել է եւ դա մնացել է այդ գրքի մեջ, հիմա մենք գիրքը բացում ենք եւ ինքը մատուցվում է 100 տարի հետո առաջին անգամ դա մատուցվում է։ Եվ այսօրվա հարսանիք պլանավորող ունի այդ հնարավորությունը կամ գնալ եւ անել հիմիկվա ոճով հարսանիք եւ գլուխ չարթել թե ոնց զարմացնի իր հյուրերին ավելի բարձր ծաղկային դեկորներով կամ վերականգնել
իր նախնիների, իր ընտանիքի հետ կապված ինչ որ մի հատ շատ հետ։ Ընդ որում ձեզ ասեմ, որ հարսանիքից առաջ մենք այդ հիմնական դրսի հյուրերին, ընտանիքի անդամներին եւ ներկայացնում ենք այս հարսանիքի համար մենք ինչ ենք վերականգնել եւ իրենք տեսնում են թե ինչ են իրանք վերադարձրել էլի մշակութային ժառանգությունից։ Շատ կարևոր է եւ շատ Համադայի հարցը ոնց է լուծում։ Վայ։ Համադան բարձով է։ Համադա չէ։ Հասկացա, բայց ավանդական Ավանդականը հարսանիքում է։ Հիմա ասեմ թե չասեմ։ Ասեմ թե չասեմ։ Ինտրիգա։ Տեսեք, Թամադան ավանդական հարսանիքի պարագայում ընտանիքի անդամ պետք է լինի։ Դա որպես կանոն եղել է մի շատ հարգված, պատկառելի տարիքով մարդ, որը որ երկու ընտանիքին է շատ լավ ճանաչել է եւ ընթացքը տարել է։ Ստամա մինչև հիմա էլ կա ու Քանի որ Մնացած հարսանիքը հարսանիքների մի դադարել է մասը լինել ընտանեկան համայնական երևույթ եւ դա դարել է ավելի շատ հարսի, մեկ-մեկ էլ հարսի ու փեսայի ոնց որ անձնական պատկերացումների իրագործման ինչ-որ մի հատ հարթակ, այդ էլ է դուրս եկել, այսինքն հարսը եթե չի տարիքով մարդը ճանաչել գալիս էր տենց ճուղ-ճուղ, ծառ-ծառ, տերև, թուփ-թուփ, բոլորի պետքա հերթով հիշեր, խմեր, չէ, ասել է։ Ու նաև հարսանիքը մի օր է տևում, այդ ընդհանրապես ունենք այդ մի քանի ժամը եւ բնականաբար ընտանիքը ասում է, ունենք այս մի քանի ժամը, հո չենք ծարաբեռնելու այդ ամբողջը կենացներով, բայց այն ժամանակ, երբ որ հարսանիքը մի քանի օր է տևել, այդ խնդիրը տենց չի եղել եւ մարդուն հնարավորություն են տվել ոգեկոչելու կամ հիշատակելու եւ այդ ամեն ինչը անելու։ Ուզում եմ ասել, որ Թամադայի Թամադա չասենք, էլի հանդիսավար ասենք, որովհետեւ հիմա ինքը ավելի շատ շոումեն են նաեւ մարդիկ իրանց դիրքավորում շուկայում, այսինքն իրան գալիս են, որ իրենք շոու անեն եւ նույնիսկ հաճախ իրենք հիմնական ավելի կարևոր գործող անձիկ են, քան նույն հարսն ու փեսան։ Այսինքն ինչ որ պահի քեզ թվում է, որ այդ իրոք իրա շոուն է, էլի։ Մեր հարսանիքը հարցը ոնց է լուծում։ Որպես կանոն մենք չունենք շոումեն, ճիշտն ասած։ Բայց ոնց կա կենացներ ավակ մարդը, Այո, որը այո։ այսինքն աշխատում է իր հետ։ Այո, մենք ունենք այդ մարդուն, ում Դուք ընտրում է եք ընտանիքը։ դարձնում շոումենին։ Մենք խոսում ենք զույգի հետ, իրենք ընտրում են, ասում են այդ մարդուն, մենք իր հետ համաձայնեցնում ենք ինքը ինչ կենացներ պիտի ասի, եւ մնացածը արդեն մեր թիմը համակարգում է, այսինքն օրակարգը մենք պահում ենք, ինչը ինչից հետո պետք է լինի, բնականաբար դա եւս մի աշխատանք է, որ շոումենը անում է, իսկ այդ որովհետեւ մեր համար այդ անգլերեն բառը չէ authenticity, այսինքն այդ բնօրինակին մոտիկ լինելու բառը շատ կարեւոր է։ Շատ հաճախ մենք նաեւ հարցում ենք տալիս մեր զույգերին նախքան ամեն ինչ սկսելը 90% զույգերի Թամադայի կարևորությունը, այդ շոումենի կարևորությունը շատ ցածր է գնահատում։ Իրենք հիմնականում լավ չեն հիմիկվա ֆորմատով էլի նորից ես Թամադաների, այսպես ասած, ոչ ուզում եմ վիրավորել, լիքը ընկեր Թամադաներ էլ ունենք, մեկ-մեկ երբ որ հարսանիքը չափից մեծ է եւ ասենք ընտանիքի անդամը հանձն չի առնում դա ղեկավարել, ամեն դեպքում լինում է Թամադա։ Բայց փոքր հարսանիքների Թամադաների ասոցիացիաներ էլ կան, չէ՞, Toastmasters։ Հա, դե էլի եմ ասում, նայած թե ինչ է էլի ուզում զույգը, շատ հաճախ իրենք չեն ուզում, որովհետև չափազանց շատ է, մի քիչ իրական չի եւ բարձր է, գիտեք, շատ ինտենս է եւ բարձր այդ ամեն ինչը։ Բայց բալանսավորված տարբերակում շատ լավ է։ Ձեր ծառայությունները, օրինակ, գնային առում։ Իրանք ինչ են հարցնում, որովհետև երևի թե ձեր մոտ մի քիչ ավելի շատ են գործողությունները, դրա համար եմ հարցնում։ Էապես տարբերվում են սովորական այսպես ժամանակակից հարսանիքների կազմակերպիչների գնային առումը։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր է։ Տեսեք, երբ որ մենք դնում ենք մեր բովանդակությունը սոցիալական հարթակներում, շատերին թվում է, որ դա չափազանց թանկ է։
զուտ ձեր ասած այնքան շատ է ամեն ինչ եւ խիտ եւ գունեղ եւ այլն եւ այդպիսի տպավորություն է ստեղծում, որ մեր ծառայությունները շատ թանկ արժեն, իրական դա այդպես չի։ Չնայած որ մեր հարսանիքները տևում են 2 օր, այսինքն կրկնակի ավել է այնտեղ նույն շատ սերվիսներ, ֆոտո, վիդեո եւ այլն, տրանսպորտ, բայց մենք բալանսավորում ենք այդ բյուջեն ավելի շեշտը դնելով մշակութային մասի վրա, քան օրինակ դիզայնի վրա կամ նույն թամադայի վրա կամ նույն հրավառությունների վրա կամ ձեր ասած երգիչների քանակի վրա։ Այդ էլ մի ցավոտ թեմա է, որովհետև ցավոք սրտի պոպ շուկայում, հա, այսինքն պոպ երգիչներ ավելի տենց այն գումարները, որ պատրաստ են վճարել այս կոնտենտի համար, անհամեմատելի է նրա հետ, թե ինչ են պատրաստ վճարել օրինակ ազգագրական խմբի համար։ Սա եւս ինչ որ ցավալի կտոր է մեր համար, բայց ամեն դեպքում մենք փորձում ենք բալանսավորել, որպեսզի զույգը իր բյուջեն այնպես անի, կամ նույն ասենք 4-5 տակ, ասում ենք պետք չի էլի, նորմալ է, եթե ձեր հարսանիքը 5 ժամ է տևում, կարելի է եւ 2 տակով, նորմալ է, նորմալ եթե դրսից են հյուրեր, իրանք չեն ուտելու այդքան։ Եվ մենք փորձում ենք բալանսավորել։ Հյուրերը եթե դրսից չլինի, 2 օր շատ դժվար կլինի անել։ Չէ։ Բայց քանի որ դրսից են գալիս մի շաբաթով, երևի թե մի քանի ժամվա համար մարդկանց բերելն էլ լավ է։ Իրականում մի օրը շատ քիչ է հարսանիքի համար։ Եթե դուք հիմա նորից փորձեք վերհիշել, ձեր մոտ չգիտեմ ոնց է եղել, բայց որպես կանոն դա սենց heavy վիճակ է, սենց շնչակտուր, ժամը 6-ին հարսը զարթնում է, որ գնա մեյքափ անի, չգիտեմ, ժամը սենց շնչակտուր սենց նայում են 10 րոպե գնում են սենց ու ճանապարհի մի մասն էլ դե ընկնում են խցանումների մեջ ճանապարհների վրա է անցնում, հետո կազմակերպիչն էլ էլի, մենք իբրև կազմակերպիչ այնպես ենք անում, որ տարածքներ այնպես ընտրվեն, որ իրանք այդքան չլինեն ճանապարհների վրա, օպտիմալ ձևով ամեն ինչ լինի, շատ sense շնչակտուր, ստեղից այնտեղից մի օրվա մեջ ամեն ինչ արվում է, ու sense վերջանում, ասում ես վերջ, իսկ երբ որ դու անում ես 2 օր, ավելի հանգիստ են, մարդիկ ժամանակ ունեն իրար հետ շփվել, մանավանդ եթե ընտանիքները պետք է խնամյանան, հասցնում են իրար հետ շփվել, մանավանդ ծեսերի օրը շատ ավելի հանգիստ է, խաղում են, խաղեր են, պարեր են, երգեր են եւ այլն, եւ հաջորդ օրը մի քիչ ավելի հանգիստ գնում է եկեղեցին։ Առաջ օրը ծեսերի օրն է։ Այո, առաջ օրը։ Եկեղեցին երկրորդ օրն է։ Եկեղեցին, այո, անպայման, որովհետեւ ծեսերի ժամանակ որոշվում է մենք հարսին տալիս ենք թե ոչ։ Հա, կարան փոշմանենք։ Կարանք չտանք։ Երկրորդ օրը չի լինի։ Այո։ Ով է փոշմանում։ Դե հարսի ընտանիքը ագնոստիկա ով է փոշմանում կամ պեսան կամ հարսը։ Հարսի ընտանիքը որպես կանոն պետքա փորձության ենթարկի փեսայի ընտանիքին, եթե նրանք չկարողացան դա հաղթահարել, կարանք չտանք։ Դու չէիր ասում, որ հարսի միջոցառումն է հարսանիքը։ Հա, ման չունեմ ասում։ Հարսանիք։ Հարս հանել, ես ընդհանուր եկել եմ այն եզրակացության, որ маտրիարխատը մեծ։ Դա գլոբալ Հայաստանին չի վերաբերվում։ Դե ավանդական հարսանիքի ժամանակ ազապին ընտրում են խաղերով։ Այդ մասը լրիվ օրինակ մեր դեպքում փեսան է կառավարում, ով կխաղա, ինչ կխաղան, ոնց կլինի, թակվորի ծառ ենք զարդարում, դա կենաց ծառն է։ Ազապն ինչ պետք է անի, որ այդ պատվին արժանանա։ Օրինակ առաջ ազապների խաղերը սկսվել է 12 գավաթ գինի ըմպելով, նոր դրանից հետո անցել են խաղերին։ Հա, դու ինչ կասես։ Մեծ որ ով կարողանում է հարբած վիճակում ավելի պինդ ոտի վրա կանգնի, չէ՞։ Այո, որովհետև հետո երբ որ հարսնարը գնում է հարսի հետևից, հաճախ այդպիսի փորձությունների են ենթարկել ու դրա համար տեստ են արել նախորդ, եթե այս ազապը չի դիմանում այդ փուլում, հետո չգնա հարսանիքի ժամանակ երկու բաժակ խմի, իրան կորցնի ու համահանի ամբողջ հարսանիքի։ Դե տեսնում եք, որ ավանդական հարսանիքում այդ մալչիշնիկ դիվիշնիկ կոչվածը եղել է, ուղղակի մի քիչ անձամբ։ Դա մի քիչ տենց ավանդական հարսնակրոջը ոնց են։ Հարսնակրոջը տենց խաղերով չեն ընտրել, բայց երբ որ մենք նախորդ օրը անում ենք խաղերը, եթե օրինակ հարսը չի կողմնորոշվում, ասենք 3 քույրերի մեջ, ասում եմ չեմ ուզում ինչ որ մեկին նեղացնեմ, իրանց համար ենք խաղեր անում եւ այդպես ընտրում ենք։ Բայց շատ ուրախ անցնում եւ
իսկապես մասնակցային է, որովհետև հիմիկվա հարսանիքը եթե մի քիչ մեծ է լինում, դու կարող ես գնաս այդ հարսանիքին, հարազատ հորեղբորդ տղան այնտեղ լինի, տենց էլ իրեն չհանդիպես, այնքան մեծ է եւ կոնտակտ չկա, այսինքն երաժշտությունը բարձր եւ sense մի ձևի տենց շփում չկա, ժամանակ չկա մարդկանց շփման համար։ Իսկ մեր հարսանիքում դա բացառվում է, որովհետեւ նախորդ օրը բոլորը բոլորի հետ խաղում են, շփվում են։ Իսկ մենակ հարսանիք, հա, թե այլ ինչ որ բան, օրինակ կնունք։ Կնունքը հա մեզ շատ են դիմում, մանավանդ մեր զույգերը, որ ամուսնանում բալիկ են ունենում, այդ ասում են կնունք։ Կնունքը ճիշտ ասած խիստ եկեղեցական, ուրեմն նույնիսկ ավելին ասեմ, եկեղեցին չի խրախուսում, կնունքը վերածել խրախճանքի։ Տեսել եք հիմիկվա կնունքների տարոսիկները։ Կնունքի տարոսիկ։ Հա, չէ, Ջուրներին կնքեցինք Տաթևի վանքում։ Տեր Միքայելը ասեց նայեց վերջում ասեց. Գիտեք, չէ, կնունքից հետո չի կարելի ոգելի ծանր խմիչքներ, օղի խմել եւ այլն չչարաշահեք, այդ ասած նայեց մեր ուր ասեց. Չէ, բայց դուք մոտ չեք ասում։ Հա, եկեղեցին չի խրախուսում, դրա համար շատ տարբեր է, չէ։ Մենք եթե հարցնում եք այլ ինչեր, մենք բազմաթիվ այլ պրոյեկտներ ենք անում, մանավանդ հասարակական կազմակերպության, օրինակ հիմա կոպն է մոտենում, կոպ 17-ը, շրջակա միջավայրի նախարարության հետ մենք ունենք հուշագիր եւ իրենց հետ անում ենք բնության մշակույթի հետ կապված շատ հետաքրքիր նախագծեր, նաև ասեղնագործության հայկական դպրոցի նախագիծն է մեր ընթացքի մեջ, բազմաթիվ այլ բաներ անում ենք հարսանիքից զատ, բայց Թոնիրը որպես բիզնես, Թոնիր Wedding-ը մեր պրոֆիլը հարսանիքներն են կամ մշակութային իվենթները, այսինքն ավելի շատ դա է։ Այդտեղ կա այն բովանդակությունը, որի մասնագետն ենք մենք։ Իմիջիայից ասեմ, որ մենք սովորական հարսանիքներ ենք կազմակերպում։ Սովորական այսինքն այսպես կոչված ժամանակակից։ Այսինքն զույգը երբ որ մեզ դիմում է ու ասում է, որ կարող եք, մենք ուզում ենք դուք անեք, բայց մենք չենք կարող անենք 2 օր, որովհետև մեր հյուրերը չգիտեմ ինչ եւ այլն։ Այդ դեպքում մենք տարած չենք ուզում հագնենք։ Կամ տարած չենք ուզում հագնենք, բայց ուզում ենք ինչ-որ բաներ ունենանք։ Այս վերջի մի քանի տարին տենց մի քիչ զիջում ենք։ Հա։ Էլի ու հետաքրքիր է, որ այն մարդիկ, ովքեր գալիս են այս հարսանիքներին, ամեն դեպքում լինում է մշակութային բովանդակ, որևէ ծես, թակվորի ծառ առնվազն կապում ենք եւ մի քանի ծես անպայման անում ենք, գոնե մի խաղ անում ենք եւ պարուսուցում ամեն ինչ անում ենք, բայց մարդիկ կան, որոնք այդ հարսանիքներից հետո գալիս են, ասում են, «Էս մեր տեսած ամենամշակութային ավանդական հարսանիքներ», ասում ենք, դուք ինչ եք տեսել։ Ինձ անձնապես շատ հետաքրքիր է մշակութային հարսանիքի ընթացքում քավորի դերակատարումը ինչպիսին է։ Քավորը շատ կարևոր կենտրոնական դեր ունի, օրինակ գինեթափեքի արարողությունը, որը որ հարսանիքի գինու համտեսի ծեսն է, հա, կարելի է ասել, մեկ օր շուտ կամ մի քանի օր շուտ հավաքվել են Փեսայի տան մառանում, գինու մառանում եւ քավորի գլխավորությամբ փորձել են հարսանիքի գինին։ Այսինքն տղաները եկել են, գինին փորձել են տարբեր տակառների, որոշել են, որ տակառն են բացում եւ այս ոնց որ քավորի խոսքն է եղել։ Նաև քավորը բազմաթիվ այլ պարագաներում էլի կենտրոնական կարևորություն ունի քավորի ընտրությունը, քավորի հետևից թափորով գնալը, իրեն բերելը, հարսանիքի ժամանակ իրեն մեծարելը, բայց ընդհանրապես քավորը որպես հայկական ավանդական հարսանիքի կարևոր ինստիտուտ նպատակը նա եղել, որ երբ որ ընտանիք պետք է կազմվեր, քավոր ընտրելու միջոցով փորձել են ընդլայնել ընտանեկան կապերը, այսինքն ընդլայնել իրենց ընտանիքից դուրս շրջանակ, հա, որպես կանոն քավորը այդ սկզբունքով են ընտրել։ Եթե այդ մարդը ընտանիքի անդամ չէ, բայց նրանք ուզել են հաստատել այդպիսի հարաբերություն, քավոր ընտրելով, քավոր դարձնելով իրենց համար, իրենք փաստացի ձեռք են բերել եկեղեցու կողմից օրհնված ընտանիքի նոր անդամ։ Եվ այդպես հայերի մեջ շատ ընդունված է եղել, որ այդպես ընդլայնել են իրենց գործարար կապերը, ինչու ոչ, եւ այլն։
cover ընտրելու, որ հիմա շատ դա փոխվել է, օրինակ մենք մանավանդ լիբանանցի զույգերի մոտ շատ ընդունված է, որ հարազատ եղբայրը լինի cover, այդ շատ տարօրինակ, որովհետև հարազատ եղբայրը արդեն քո եղբայրն է, էլի, բայց cover ընտրելիս պետք է այլ կերպ առաջնորդվես։ Այդ ոնց որ տոնորդ Կիրակի օրը լինի, էլի։ Ուղղակի հարցրեցի, որովհետև իմ մոտ տպավորությունա, որ ժամանակակից հարսանիքների cover-ները դա ուղղակի նենց մի հատ խոշոր դրամապանակ է, էլի։ Ավելի շատ։ Դե այսպես ասեմ, cover պիտի այնպիսի մարդ լինի, որից սովորելու բան ունենա զույգը։ Այսինքն կյանքի փորձ ունենա, կապեր ունենա, ընտանեկան ստատուս ունենա։ Դա հասկանալի է, բայց սովորաբար cover-ի, այսպես ասած, գործառույթը հարսանիքների ժամանակ, հենց կոնկրետ որոշակի ֆինանսական ֆինանսական ինչ։ Ֆինանսական ինչ։ Այդ օրվա ծախսերի մասին ինչ պիտի հարսանիքի ծախսը ինքն է փակում։ Չէ, հարսանիքի ծախսը ինքը չի փակում, բայց ինքը ունի որոշ բաներ, որ ինքը պետք է փակի։ Հարսի շորն է հիմա ոնց որ թե cover-ի վրա բան կա, այդ թրից է էսը լավ, հարսի պարը, որ ինքը անպայման պիտի, բավականին տարածված է, որ շաբաշարվում։ Կան էլի որոշ բաներ, որ ամեն դեպքում բարձր որ ընտրվում է մարդ, որը դա կարանի, ունի որոշակի հաջողություններ, նաև դա է հիմք, որ կարող է խորհուրդներ տա, կարող է լինի այնպիսի մարդը կյանքում այդ զույգի, որ հետագայում օգտակար լինի, բայց զուտ իմ ոնց որ ինչ որ ես եմ տեսել վերջերս։ Դա էլ կա, այսինքն cover-ը, այո, պետքա ֆինանսապես ավելի կայուն լինի, որ ասենք ինչ որ բաներ, այո, իսկապես cover-ը կար, բայց cover-ի իրական գործառույթը սկսվում է հարսանիքից հետո։ Այսինքն ինքը ամբողջ կյանքի համար մնում է խորհրդատու մարդ, որի խոսքը լսում են, նույնիսկ եթե զույգը բաժանման եզրին է, ինչ որ հարցերով չեն կարողանում այդ հարցերը լուծեն, cover պետք է լինի այն մարդը, որ իր մոտ գնան, ինքը ասի ոնց է, ինչ է, եւ այդ մարդու ասածը լսեն։ Ինքը այդպեսի կշիռ պետք է ունենա, եւ այդ դերը ունի էլի զույգի համար։ Այլ հասարակությունները ունեն այդ անձը հարսանիքների ժամանակ։ Որտեղ ես Ինձ թվում է այդքան էլ չեմ նկատել։ Ես այլ երկրներում Godfather-ը ո՞րն է։ Հենց հարսանիքի։ Թե կնունքի։ Կնքահայրը, ավելի շատ կնունքի հայրն է, հա։ Ես խորությամբ չեմ ուսումնասիրել այլ մշակույթները, չեմ կարող ասել դա այլ որտեղ այդպիսի բան կա։ Դրա համար եւի չպատասխանեմ այդ հարցին, բայց այդպիսի կնքակավոր հա։ Ես զգացել եմ, օրինակ մեր մոտ cover ասելով ավելի շատ հասկանում են հարսանիքի։ Օրինակ իմ դեպքում իմ հայրը հենց դեր ասած տարբերակով է ընտրել իր ավակ ընկեր գործընկեր, որը մեր ընտանիքները բարեկամացել են, մտերմացել են, մինչև այդ չեն եղել այդպեսին ու եղել է իմ կնքահայրը կնունքի, հետո մենք մեծացել ենք, մեզ ամուսնացրել է եւ նաեւ ոնց որ ընտանիքներով շարունակել ենք իրենց սպորտիների բան հետ։ Հա, գիտեք որ cover-ի երեխաների հետ չպետք է արդեն ամուսնություն լիներ։ Հա, ինքը դառնում է փաստացի ընտանիքի նույնիսկ եթե արյունակցական կապ չունի, արդեն արգելում է եկեղեցին, որ cover-ի հետ, այսինքն ոնց որ ձեր հարազատի հետ 7 սերունդ պետք է հաշվեին նոր ամուսնություն լիներ, ինձև cover-ի դեպքում է։ Շատ լուրջ ինստիտուտ է իրականում, եւ խորհուրդս բոլոր ամուսնացողներին, որ cover-ը շատ ճիշտ ընտրեն։ Եվ ձեզ ասում էի, որ cover-ությունից էլ չի կարելի հրաժարվել։ Մեծ մեղք է։ Այսօր Հա, իմացա արդեն, մինչև այդ չգիտեի։ Մենք էլ մի քանի զույգի cover ենք, հետո էլ արդեն բալիկների կնքահայր, այնպես որ լինում է, որ իրականում մեր դեպքում մենք այս ամբողջ ճանապարհը անցնում ենք զույգի հետ, այնքան բան ենք իրար մասին իմանում, վերջը ընկերանում ենք, դառնում ենք շատ լավ ընկերներ եւ ընտանիքներով։ Հարսանիքի cover-ն էլ է կնքահայր, թե ինքը ուրիշ cover-ը բառը որտեղից է ինքը։
Որի խոսակցական բառը, չէ։ Ժողովրդական, հա, ժողովրդական քավոր կնքահայր, հա։ Դե ինքը ծեսի մեջ ֆունկցիա ունի, չէ, այնտեղ։ Կնքահայր բառի մեջ ոնց որ կնունք բառը կա, էլի դրա իմաստը։ Երկար դարերով է եղել այդ քավորությունը։ Այո, հա։ Մեր հարսանիքի ծեսի մեջ կնքահոր ինքը ոնց որ միջնորդ է, էլի Աստծու միավորելու այդ քահանան եւ կնքահայրը պարտադիր են պսակի ծեսի համար, անպայման, առանց դրա չի լինի։ Առնվազն այդ մարդիկ պետք է լինեն, որ պսակը լինի վավեր։ Շատ լավ, առաջարկում եմ ստեղ մենք կանգ առնենք, սովորաբար մենք կանգ ենք առնում, չենք վերջացնում։ Ձեզ շատ շնորհակալություն, ձեր գործերին հաջողություն, կարծում եմ մեր համար նոր բաներ բացահայտեցինք, քանի որ ես էլի աղջիկներ ունեմ։ Ես կմտածեմ։ Քանի աղջիկ ունեք։ 4։ Մենք երկուսն ունենք, Աստված պահի։ Կմտածեմ այդ թեմաներով կառաջարկեմ իրենց։ Բարի։ Նույնը ժամանակը չի, բայց կլինի շուտով մեկին։ Իրականում դա պետքա սկսել շուտ, ինչպես ասեցի, մենք շատ աշխատանք ունենք ցույց տալու եւ մարդիկ չեն ընտրում ավանդական հարսանիք, շատ հաճախ որտեվ չգիտեն դա ինչ է։ Եթե իրենք իմանան, գոնե մեկ անգամ ներկա լինեն, հնարավոր չի դա չուզել։ Դա այնքան մեծ հոգևոր սնունդ է։ Բան ունեք, այսինքն անում կոնֆերանսներ են անում դրսում, դուք ինչ որ մի ձևով դա Մենք ուրեմն մենք ստեղծել ենք մի ֆիլմ, որը որ պատմում է ավանդական հարսանիքի մասին եւ երբ լինում ենք Սփյուռքի տարբեր համայնքներում անպայման համայնքի հետ հանդիպում ենք ունենում եւ այնտեղ ցույց ենք տալիս այդ ֆիլմը եւ պատասխանում ենք բազմաթիվ հարցերի, որ իրենք ունեն։ Նաև այստեղ տեղում տարբեր կազմակերպությունների օրինակ լինում է, որ մեզ հրավիրում են ֆիլմը։ Մենք կարող ենք այդ ֆիլմը, չգիտեմ, ձեր կայքից կամ ձեզնից։ Չէ, դա հրապարակային չէ, բայց դուք կարող եք ձեր կազմակերպության համար, օրինակ որտեղ հիմա դուք աշխատում եք, ուզում եք ձեր աշխատակիցները իմանան դրա մասին, կարող եք մեզ հրավիրել, մենք ֆիլմը կես ժամ ընդամենը 26 րոպե ցույց տանք եւ արդեն պատմենք բոլորի հարցերին պատասխանենք։ Այդպես լինում է, որ մեզ հրավիրում են եւ մենք սիրով գնում ենք եւ պատմում ենք մարդկանց։ Դե շնորհակալություն, այսքանով երևի եզրափակվենք։ Սիրելի ունկնդիրներ, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, շարունակեք հետևել, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը եւ կհանդիպենք հետագա հետաքրքիր հաղորդումներին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։